Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 21։ Ով է աստվածների մեջ քեզպես, ով Տեր, ով է քեզպես, սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի հրաշքներ անող։ Ելից 15-րդ գլուխ 11-րդ խոսք։ Աստծո բարեհաճությունն ու պաշտպանությունն են միակ հաստատուն ապաստանն ու մխիթարությունը հոգու համար այս չար աշխարհում։ Հիսուս Քրիստոսն այն ապաստանն ու բնակավայրն է, ում մենք կարող ենք դիմել և ապաստան գտնել։ Մենք մահկանացու արարածներ ենք և աշխարհի բոլոր մխիթարությունները նույնպես անցողիկ են, բայց Աստված հավիտենապես կենդանի Աստված է և հավատացյալները հենց այդպես էլ ճանաչում են Նրան։ Երբ Աստված հիվանդության կամ այլ նեղությունների միջոցով մարդկանց տանում է դեպի անելանելիության եզրը, դրանով իսկ նրանց կանչում է վերադառնալ իր մոտ, ապաշխարել իրենց մեղքերից և նոր կյանքով ապրել։ 1000 տարիները ոչինչ են Աստծո հավիտենության համար։ Մի րոպեի և միլիոն տարվա միջև որոշակի համեմատություն կա, բայց ժամանակի և հավիտենության միջև որևէ համեմատություն չկա։ 1000 տարվա ընթացքում տեղի ունեցած կամ դեռ տեղի ունենալիք բոլոր իրադարձությունները հավիտենական Աստծո մտքի համար ավելի ներկա են, քան այն, ինչ մեզ հետ տեղի ունեցել վերջին 1 ժամվա ընթացքում։ Իսկ հարության ժամանակ մարմինն ու հոգին երկուսն էլ կվերադառնան և կրկին կմիավորվեն։ Ժամանակը մեզանից աննկատ անցնում է ինչպես քնած մարդկանց համար, և երբ այն անցնում է, կարծես ոչինչ էլ չի եղել։ Մարդու կյանքը կարճ է և արագ անցնող, ինչպես հեղեղի ջրերը։ Մարդը միայն մի կարճ ժամանակ է ծաղկում ինչպես խոտը, որը ծերության ձմռան գալուստով կթարամի, սակայն հիվանդությունը կամ դժբախտությունը կարող են նրան ավելի վաղ հանձել։ Սրբերի նեղությունները հաճախ գալիս են Աստծո սիրուց, սակայն մեղավորների հանդեպ, ինչպես նաև հավատացյալների, իրենց մեղքերի համար տրվող հանդիմանությունները պետք է ընկալել որպես Աստծո դժգոհությունից բխող բաներ։ Նայիր նրանց հիմարությանը, ովքեր փորձում են ծածկել իրենց մեղքերը, չէ՞ որ նրանք չեն կարող դա անել։ Մեր անցած տարիները այլևս հնարավոր չէ վերադարձնել, ինչպես որ հնարավոր չէ ետ բերել մեր արտաբերած խոսքերը։ Այս ամենը մեզ սովորեցնում է ակնածանքով ու սուրբ երկյուղով կանգնել Աստծո առաջ։